գործընկերներ, սիրելի ուսուցիչներ, աշակերտներ եւ ծնողներ։ Անչափ ուրախ ենք ողջունել ձեզ Գուղբ, նույն ինքը Բեբրաս ինֆորմատիկայի միջազգային մրցույթի մրցանակաբաշխությանը։ Ես Գոհար Խաչատրյանն եմ, Կոդիլա կրթական կենտրոնի համահիմնադիրներից եւ ներկայիս գործադիր տնօրենը։ Ուզում եմ խոսքը սկսել մի պատմությամբ։ Երկու երիտասարդ ձուկ են լողում ջրում եւ նրանց հանդիպակաց գալիս է մի հատ ծեր ձուկ։ Ողջույն տղաներ, ինչպե՞ս եք։ Ինչպե՞ս է այսօր ջուրը։ Ոչինչ չեն պատասխանում երիտասարդները եւ շարունակում են լողալ։ Ինչ որ պահ նրանցից մեկը շրջվում է մյուսին հարցնում. Ջուրը ի՞նչ է։ Այս պատմությունը նրա համար եմ պատմում, որ ոչ թե ես այդ ծեր wise ձուկն եմ, որ ամեն ինչ գիտի, կամ ոչ թե մեր երեխաները ոչինչ չեն հասկանում, այլ նրա համար, որ հաճախ կյանքում ամենակնհայտ բաները չենք նկատում։ Բաց ենք թողում ամենակնհայտ հնարավորությունները եւ հուսով եմ, որ Բեբրաս մրցույթը կլինի այն հնարավորություններից մեկը, որ բաց չենք թողել եւ ուզում ենք, որ դուք հնարավորինս ակտիվ, հնարավորինս լավ կարողանաք օգտվել այս մրցույթի բոլոր հնարավորություններից։ Մեզ համար հավասարապես կարևոր էր մրցույթը հասանելի դարձնել եւ աղջիկների եւ տղաների համար, կոտրել բոլոր կարծրատիպերը, որ աղջիկները տեխնոլոգիական կրթության մեջ կարող է դիջեն տղաներին կամ տղաները զիջեն աղջիկներին։ Մրցույթի արդյունքները ցույց տվեցին, որ մենք ունենք 1071 աղջիկ եւ 1088 տղա մասնակից, եւ որ ամենակարևորն է, ինչպես տեսնում եք այստեղ, միավորների բաշխումը շատ համաչափ է, ինչը ցույց է տալիս, որ եւ աղջիկները եւ տղաները հավասար արդյունք են կարողանում գրանցել մրցույթի շրջանակներում, ինչը նաեւ վկայում է, որ նրանք հավասար հնարավորություններ են ունենալու ապագայում հաջողելու տեխնոլոգիական կրթության մեջ, ինչպես նաեւ տեխնոլոգիական աշխատանքում դառնալով ապագա մեր ոլորտի մասնագետները։ Եվ երկրորդ գրաֆիկում, ինչպես տեսնում ենք, 11 թվականին ընդամենը 20 երկիր էր ներգրաված, այժմ 70-ից ավել մոտ 80 երկիր արդեն ներգրաված է մրցույթին։ Հետևաբար սա եւս մեծ համաշխարհային շարժում է, որի մաս մենք փորձում ենք նաեւ Հայաստանին դարձնել ոչ միայն մաս, դարձնել ակտիվ ներդրող, ակտիվ մասնակից եւ ակտիվ քարոզող։ Քանի որ մենք շատ մեծ հավատ ունենք այս մրցույթի կարևորության եւ արդյունքների եւ ներդրման շուրջ։ Խնդրում եմ մի հատ շատ բարձր ծափահարեք այս հերոսներին։ Եվ շատ ինձ համար հաճելի անակնկալ էր, Դավիթ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, որ դուք շատ այսպես պատասխանատու եւ գեղեցիկ ձևով ստանձնել եք այդ պարտավորությունը, որտեղ դրա համար պետք է լինել էնտուզիաստ։ Դա կներեք, սա ոչ պաշտոն է, ոչ աշխատանք է, սա չարչարանք է, սա նվիրում է, սա միմիայն սիրելով է լինում, երբ որ դու նվիրյալ ես։ Ու շատ ուրախ եմ ձեր թիմի համար, բրավո, ապրեք, շատ ուրախ եմ, հատկապես որ մեր ֆակուլտետի նախկին շրջանավարտները ակտիվ ներգրաված են, Գոհար ջան, ապրեք, շատ լավ ներկայացրեցիք։ Բայց մեր թիրախը պետք է լինի, որ այստեղից նաև մենք գնանք միջազգային հարթակներ, նույն IOI-ը, հետագայում ուսանողական մրցույթներ, ICPC։ Նատել կարևոր երկու փաստ ոնց որ նշեմ կամ միֆ, հա, երևի լսած կլինեք, ասում են ծրագրավորները շատ փող են աշխատում, մի հավատացեք, լավ ծրագրավորողներ շատ փող աշխատում իրականում, իսկ լավ ուղղված ծրագրավորողները ըստ ինձ լավ ծրագրով պետք է կարողանա ուժեղ խնդիր լուծի առաջի հերթին, հա, ու հենց սա դա է զարգացնում, որովհետև խնդիր լուծելն է բարդ, կոդ գրելը չի բարդ։ Ողջույն բոլորին, սկսենք շնորհավորանքներից, ամենաառաջին ուզում եմ շնորհավորեմ բոլոր ուսուցիչներին, որովհետև եթե որևէ մեկը պարծենալու իրավունք ունի այսօր, այդ ուսուցիչներն են, այդ հաղթողների ուսուցիչներն են։ Հաղթողները պարծենալու իրավունք չունեն, ձեզ էլի շնորհավորում եմ ու մաղթում եմ, որ հաջորդ հաղթանակները միջազգային բեմերում լինեն, ինչի համար չպետք է պարծենաք, որովհետև դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Երջանկություն է, որ մենք այս մեծ համաշխարհային մի հատ շարժման, այն էլ տեխնոլոգիական շարժման մի հատ մաս ենք դառնում։ Իրանք հենց այսօր մեր ներկան են ու իրանց ամեն մի հաղթանակը, ամեն մի հաջողությունը
Բացի նրանից, որ գետնի վրա խնդիր է լուծում, բացի նրանից, որ միջավայրն ու հանրությունն է փոխում, մեզ որպես ազգ, մեզ որպես միավոր շատ ավելի մրցունակ ու հզոր է դարձնում ամբողջ աշխարհում։ Ու այս Bebrasi տիպի նախաձեռնությունները մեզ հնարավորություն են տալիս համ շփվելու, աշխարհի ուրեմն եղած արդեն գիտելիքը սերտելու, համ մեր եղած հնարավորությունները թե մեր զարգացմանը, թե աշխարհին ծառայեցնելու։ Ինֆորմատիկայի միջազգային մրցույթներին Հայաստանի համար նվիրական ներդրումների եւ կողմ ինֆորմատիկայի միջազգային մրցույթը Հայաստանում մեկնարկելու միջնորդության համար տրվում է Արմեն Անդրեասյանին։ Դավիթ տարի բոլոր անդամ երկրները նոր խնդիրներ են ուղարկում Bebrasi միության, որ վերանայվելու, անհրաժեշտության դեպքում փոփոխվելու եւ հաստատվելու դեպքում խնդիրը ներառվի գալիք տարվա մրցույթում։ Գոշի միջնակարգ դպրոց Շուշանիկ Ամիրխանյան